Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է սեփական երկիրը դարձնել խաղաղության կենտրոն, Թուրքիա հրավիրելով Ուկրաինայի, Ռուսաստանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահներին։ Այդ մասին վերջինս նշել է հունիսի 2-ին կառավարության նիստի արդյունքներով։ Gerek Sayın Vladimir Putin'i, gerekse Zelenski'yi Ամենամեծ ցանկությունս պարոն Պուտինին եւ պարոն Զելենսկուն Անկարայում կամ Ստամբուլում հանդիպեցնելն է։ Անգամ պարոն Թրամփը կարող է ներկա գտնվել։ Եթե նրանք այս առաջարկն ընդունեն, ապա ես էլ կմիանամ եւ դրանով Ստամբուլը կվերածվի խաղաղության կենտրոնի, ասել է Էրդողանը, նշելով, որ Անկարան այդ ուղղությամբ ջանքեր կգործադրի։ Թուրքիայի նախագահի առաջարկությանը շտապել է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նշելով, որ ինքը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում աջակցել է նման հանդիպման հեռանկարը, քանի որ անձամբ կարծում է, որ հրադադարը հնարավոր կլինի միայն նախագահների մակարդակով հանդիպումից հետո։ Ամերիկյան կողմը ևս ընդհանուր առմամբ դրական է մոտեցել Էրդողանի առաջարկին։ Սպիտակ տնից նշել են, որ եթե գործը հասնի դրան, ապա նախագահ Թրամփը նույնպես բաց է եռակողմ հանդիպման համար։ Ինչպես նկատում են թուրքական կայքերը, դեռևս անհայտ է մնում ռուսական կողմի դիրքորոշումը։ Էրդողանի նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու շարժառիթը առաջին հերթին Ստամբուլում տեղի ունեցող ռուս-ուկրաինական հանդիպումներն են։ Մեկ ամսում թուրքական կողմի համակարգմամբ երկու հանդիպում է եղել երկու պատվիրակությունների միջև, եւ ակնհայտ է, որ Անկարան ցանկանում է ավելի մեծ դերի հասնել գործընթացում։ Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական պատվիրակությունների վերջին հանդիպմանը կողմերը հասել են համաձայնության 1000-ից ավելի գերիների եւ շուրջ 6000 մահացածների դիեր փոխանակելու հարցում, ինչը Անկարան շատ լավ արդյունք է համարել։ Այնուամենայնիվ, թուրքական թերթերն ու վերլուծաբանները մոտ ապագայում ռուս-ուկրաինական հաշտեցումը այնքան էլ դյուրին գործ չեն համարում, նկատելով, որ կողմերը ունեն խիստ իրարամերժ դիրքորոշումներ։ Մասնավորապես Թուրքիա թերթը գրում է, որ ռուսական պահանջները առաջին հերթին վերաբերում են Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերը Ռուսաստանին միացնելուն եւ դրանցից ուկրաինական զինված ուժերի դուրսբերմանը։ Հատկանշական է, որ այդ մարզերի մեծ մասը ներկայում գտնվում է ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ, այնինչ Ռուսաստանը դրանց պատկանելիության հարցը ներառելով սեփական սահմանադրության մեջ այդ մարզերը դիտարկում է սեփական տարածքի մաս։ Բացի այդ, ռուսական կողմը առաջ է քաշում մի շարք այլ պահանջներ, որոնք վերաբերում են ուկրաինական զինված ուժերի վերափոխմանը, ոչ բլոկային պետությանը եւ այլ հարցերի։ Ինչ վերաբերում է ուկրաինական կողմին, ապա Կիևը հրաժարվելով ընդառաջ գնալ Մոսկվայի պահանջներին, ձգտում է հասնել երկարատև հրադադարի։ Ռուս-ուկրաինական նախորդ հանդիպումը Թուրքիան ընդունել էր մայիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ Այդ ժամանակ թուրք փորձագետները նորից կարևորելով հանդիպման վայրը նշել էին սակայն, որ Թուրքիան ընդամենը հարթակ տվող պետություն է, այնինչ գլխավոր դերակատարը ամերիկյան կողմն է։ Թուրքական կողմում այն ժամանակ նույնպես թերահավատորեն էին վերաբերվում Ուկրաինայի 30-օրյա հրադադարի հասնելու ակնկալիքներին, նշելով, որ Մոսկվան ամենայն հավանականությամբ չի գնա այդ քայլին, քանզի ներկայում պատերազմը կանգնեցնելու ծրագրեր չունի։